Բարի օր սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ։ Եթերում առաքելություն հեռուստացրագրի հերթական թողարկումն է։ Ես Բալաբեկ Բարսամյանն եմ։ Հարգարժան լսարան, բոլորդ արդեն տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության մեջ ուրեմն նախընտրական օրեր են ընթանում եւ բավականին լուրջ խմորումներ են տեղի ունենում։ Լուրջ, որովհետեւ ունենք մի նոր կացություն, որը որ նորություն է միգուցե շատերի համար, բայց հայահեղափոխական դաշնակցականների համար սա նորություն չէ։ Խոսքս նոր ուրեմն սահմանադրության փոփոխությունների մասին է, խոսքս նախագահական ուրեմն կառավարման համակարգից անցում դեպի խորհրդարանական կամ պարլամենտական համակարգի մասին է։ Այսօրվա առաքելության հյուրն է ուրեմն Վահան Վարդանյանը, որը Շանթ ուսանողական միության անդամ է, բավականին վերջերս է տեղափոխվել Միացյալ Նահանգներ, ունի դեռ երիտասարդ հասակում ուրեմն լուրջ եւ ապոպ կենսագրություն, փորձեմ ծանոթացնել ձեզ, որից հետո կանցնենք լուսաբանությունների, հասկանանք թե ինչ է իրականության մեջ տեղի ունենում, ինչպիսի փոփոխություններ են, ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում եւ այդ զարգացումները ինչ կարող է տալ սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Բարի օր հարգելիս։ Բարև ձեզ։ Շնորհակալություն եմ հայցում հրավերք ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ տեսնել։ Շնորհակալություն։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Վահան, նախ եւ առաջ խնդրում եմ ձեր կարճ կենսագրականը ծանոթացնենք ձեզ մեր լսարանին եւ ասեմ, որ բավականին մեծ է, որից հետո երբ որ արդեն մեր լսարանը կհասկանա թե ում հետ գործ ունենք այսօր, կանցնենք մեր ուրեմն մնացած հարց ու պատասխանին կամ լուսաբանություններին։ Շնորհակալություն։ Ներկայացնեմ իմ հիմնականում այն կենսագրական հատվածը, որը որ ավելի առնչվելու է սահմանադրության այս մեկնաբանությունների եւ որով կարողանամ օգտակար լինել նաեւ մեր հեռուստադիտողին։ Առաջին մասնագիտությամբ ավարտել եմ ֆիզմատ դպրոց, ֆիզմատ, այսինքն կրթություն ունեմ Երևանի Պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ Դրանից հետո ծառայել եմ բանակում, որից հետո ընդունվել եմ Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ եւ ամբողջ կյանքս հիմնականում մինչեւ այսօր անցնում է իրավաբանության մեջ ու այսինքն իրավաբանական կրթությամբ շարունակել եմ իմ աշխատանքը։ Եղել եմ 2008 թվականի փետրվարից Վահան Հովհաննիսյանի օգնականը, պատիվ եմ ունեցել աշխատել նրա հետ ու որին համարում եմ իմ ուսուցիչը։ Դրանից հետո աշխատել եմ Միքայել Մանուկյանի, պատգամավոր Միքայել Մանուկյանի որպես օգնական եւ հիմնականում կատարել եմ հայահեղափոխական դաշնակցության խմբակցության փորձագիտական աշխատանքը, այսինքն հիմնականում աշխատել եմ օրենքների հետ, մշակումների հետ, վերլուծությունների հետ եւ ինչ որ չափով արդեն տիրապետում եմ օրենսդրությանը, որով կարծում եմ օգտակար կլինեմ հասարակությանը եւ մեր ժողովրդին։ Միջելուց ասեմ, որ այս ծրագրի առաքելություն, ուրեմն ծրագրի անդրանիկ հյուրը հենց Վահան Հովհաննիսյանն էր, երջանկայի շատակ։ Վահան, Շանթ ուսանողական միությունը այսօր ինչ կարգավիճակի մեջ է։ Շանթ ուսանողական միությունը սկսել է արդեն իր աշխատանքները, իմ գալուց առաջ արդեն սկսվել էին աշխատանքները, ես ճիշտ ասած նոր եմ տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ որպես կարգապահ կուսակցական արդեն սկսել եմ իմ աշխատանքները Արևմտյան Ամերիկայի Շանթ ուսանողական միությունում։ Ես տեղափոխվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ոչ թե մշտական բնակության, այլ ուսումնական ծրագրերով եւ նպատակ ունեմ այստեղ ուսումս ավարտելուց հետո որոշակի ծրագրերով կարողանամ նորից վերադառնալ ու օգտակար լինեմ իմ երկրին։ Իսկ Շանթ ուսանողական միության հետ կապված անում ենք տարբեր ծրագրեր եւ սկիզբը, այսինքն լավ սկիզբ է ազդարարված ու կարծում եմ մենք ուսանողական կյանքում Ամերիկայի Միացյալ Նահանգների ուսանողական կյանքում շատ անելիքներ ունենք, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները գաղտնիք չի, որ ուսումնական բոլոր բուհերով երևի աշխարհի 20 լավագույն բուհերից 18, եթե չեմ սխալվում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում է
եւ քանի որ կրթությունը ամենակարևոր զենքն է ցանկացած բան փոխելու համար, կարծում եմ մենք որպես ուսանողական միություն եւ ուսանողներ, մենք ինքներս եւ մյուսների համար պետք է ինչ-որ ճանապարհ, ինչ-որ ծրագրեր իրականացնենք, որ կարողանանք օգտակար լինենք բոլորին։ Միության ընկերները, ովքեր որ այստեղ են ծնվել, այստեղ են ուսում առնում կամ այստեղ են մեծացել, երբևիցե հարցրել են քեզ, թե ինչու օրինակ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում նմանատիպ պատգամավորներ կան, որ այսպես են վարվում կամ են տեսակ են վարվում կամ չգիտեմ, այս կամ այն խորհրդակցությունների ժամանակ չեն կարող ճիշտ մտքները արտահայտել կամ փողոցային բարբարով են խոսում։ Միանշանակ հարցումները կան, բայց նայեք ես հիմնականում ասեմ ինչն է խնդիրը, նաև այս խնդիրները։ Հարցումները կան իհարկե, ու այդ հարցումները ունեն թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատասխաններ։ Այսինքն, ինչու են հայտնվել այդ մարդիկ խորհրդարանում, որովհետև նրանց ձայն են տվել կամ ինչ-որ ձայնը կեղծել են կամ ինչ-որ տեղ, ինչ-որ ձև հայտնվել են խորհրդարանում։ Հիմա նայեք, կոնկրետ հիմա ունենք նոր սահմանադրություն, որը որ եւ նոր ընտրական օրենսգիրք, որը որ ահագին սահմանափակել է այդ խնդիրները, որպեսզի այդպիսի մարդիկ օրինակ չկարողանան գնալ։ Ինչով չկարողանան։ Մարդը ինքը երբ որ իր ձենը չտա, չվաճառի, այսինքն կամ ինչ որ ձև չտա այդ մարդուն, այդ մարդը հնարավորություն չի ունենալու գնա խորհրդարան։ Նայեք ինչ մի հատ պատկեր է ստացվում։ Ունենք խորհրդարան այսօր, որ սահմանադրություն փոխված, որը որ խորհրդարանն է այսօր ամենակարևոր մարմինն է, այսինքն իշխանությունը իրականացում է 3 ճյուղերով. օրենսդիր, գործադիր եւ դատական։ Օրենսդիր իշխանությունը, այսինքն ազգային ժողովը այսօր տրված է ամենաբարձր ստատուսը, այսինքն երբ որ դուք սահմանադրությունը նույնիսկ նայեք, սահմանադրությունում հիմնականում հերթականությամբ, այսինքն ըստ գլուխների գալիս է կարևորությունները։ Սահմանադրությունը հենց ինքը սահմանում է ելակետային բոլոր ելակետային ուղենիշները, այսինքն վեկտորները, թե պետությունը ոնց պետք է զարգանա, ուր պետք է գնա եւ որ ոլորտը ոնց զարգանա։ Նայեք, հիմա ազգային ժողովը ամենակարևորագույն մարմինն է դարձել, որը որ ձևավորելու է կառավարություն եւ ընտրելու է նախագահ, ազգային ժողովը։ Հիմա ոնց կարող ենք անել, որ այդ մարդիկ չհայտնվեն այնտեղ։ Նայեք, ձայնը մարդու, ձայնը քվեն, այսինքն դա պետական իշխանության մասնակցության ձևն է քաղաքացու։ Այսինքն որ սահմանադրության երկրորդ հոդվածը ասում են սահմանում է որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա հեքիաթ կամ միֆ չի, դա իրականում այդպես է, պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը ընտրության միջոցով է իրականացնում իր իշխանությունը։ Այսինքն ժողովուրդը ունի քվե, այդ քվեն ում որ տալիս է, այդ ներկայացուցիչը գնում է եւ ներկայացնում է իրան, իշխանությանը։ Այսինքն ինչ է ստացվում, նայեք, քվեն իրականում շատ ավելի մեծ գին ունի, քան որ իրականում հիմա ուզում են իրանից գնել։ Հիմա եթե մարդուն դիմեն, ասենք, օրինակ եղբայր, ուզում ենք քո տունը գնենք $100. Մարդը կասի, ասենք միանգամից, որ անհնար է, ոնց կարող է կամ, այսինքն դա անհնար է, որովհետև տունը արժեքը ավելի բարձր է, բայց մարդը ինքը չի գիտակցում իր քվեի արժեքը։ Հիմա նայեք ինչ է ստացվում, այսինքն քվեն տալիս ենք այդ մարդկանց, նման տեսակի մարդկանց, ու ասեմ ձեզ ինչի է դա սխալ, որովհետև հենց տվողներն են իրանք բողոքում։ Որ այս մարդը խոսել չգիտի, այս մարդը ոնց է ներկայացնելու մեզ, այս մարդը ինչ դերակատարություն ունի։ Բայց ինքը իր քվեն տվել է այդ մարդուն, այսինքն նաև մեղավորությունը մեր քաղաքացիներինն է, որ մենք չպետք է տանք քվեն իրեն, ու հետո մենք չհամաչենք իր փոխարեն։ Շատ բարի։ Սահմանադրության հին ու նորի միջև փորձենք բարձրաձայնել մի քանի կարևորագույն կետեր, որոնք որ ըստ Հայ-Հեղափոխական դաշնակցության լիդերների ապացուցում են, որ այս դեպքերում այս նոր սահմանադրությամբ այս կետերի կամ նորմերի հիման վրա մեր ժողովուրդը ավելի բարեկեցիկ կապրի կամ այն արատավոր երևույթները, որոնք որ տեղի են ունենում կամ կան, որը փաստված է Հայաստանում, չեմ ուզում կրկնվել, որտեվ մի երկար տարիներ արդեն այս վատ process-ների մասին խոսում ենք, ինչ պետք է փոխվի կամ ինչ պետք է տա։ Մինչ դա անցնենք կարճ դադարի, կվերադառնանք, շարունակենք դեռևս ունեն բազմաթիվ հարցեր։ Հարգելիներս, կարճ դադար եթերում։
Սիրելի հայրենակիցներ, ովքեր որ նոր միացանում ես, հիշեցնեմ, որ այսօրվա առաքելության հյուրն է Վահան Վարդանյանը, որը ներկայացնում է Շանթ ուսանողական միությունը։ Երիտասարդ ուրեմն հասարակական գործիչ, որը երկար տարիներ աշխատել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ այսօրվա մեր հիմնական նյութն է ուրեմն Հայաստանի Հանրապետությունից ներս տեղի ունեցող քաղաքական ամենակարևորագույն եւ լրջագույն ուրեմն process-ը, ընտրությունները, նոր սահմանադրությամբ եւ նոր բարեփոխումներով։ Շարունակենք հարգելիս մեր զրույցը։ Այո, իրապես շատ լավ հարց եք բարձրացնում, ինչ փոփոխություններ է տալուց եւ ինչ է տալու ժողովրդին սահմանադրության փոփոխությունը։ Նախ ասեմ, որ երկար տարիներ դաշնակցությունը իրապես պայքարեց ամեն հնարավոր ձևերով, որպեսզի հասնենք նրան, որ ունենանք խորհրդարանական պարլամենտական երկիր։ Ինչի համար, նայեք, նախ դաշնակցությունը շարժվում է ծրագրերով, այսինքն ոչ թե ինչ-որ մեկի խնդիրներով կամ ինչ-որ պահի թելադրանքով, այսինքն մենք ունենք մշտական ծրագրեր, ռազմավարություններ, որի շուրջ հավաքվում են տարբեր մարդիկ, կարող են այդ ծրագրերը իրականացնել։ Նայեք, մենք ունենք ծրագիր, որով ուզում ենք դառնալ պարլամենտական երկիր, որտեղ մենք ինքներս հավատացած ենք պարլամենտական երկրի բոլոր դրական կողմերին, որովհետև մենք առաջին հանրապետությունում ենք ունեցել պարլամենտական երկիր եւ այդ ներքին ժողովրդավարությունը ունենք կուսակցության ներսում։ Մեր կուսակցության ներսում բոլոր հարցերը լուծվում են կոլեգիալ մարմիններով։ Այսինքն որևէ որոշում չկա, որ ինչ որ մեկը որոշեց։ Խմբից սկսված միջև բյուրո որոշումները կայացվում է կոլեգիալ։ Այսինքն կոլեգիալ որոշում կայացնելը, եթե ինչ-որ մարդկանց, կուսակցությունների կամ կազմակերպությունների համար նորամուծություն է, մեր համար 1890 թվականից սկսած, այսինքն մենք արդեն 127 տարի այդ համակարգով ենք աշխատում ու ապրում։ Այսինքն ինչ է նշանակում դա։ Նայեք, մենք բերեցինք փոփոխություններ, ասացինք լավ, նախագահի ձեռքում կենտրոնացած է ամբողջ իշխանությունը եւ բուրգի գագաթին կարծես նախագահական ապարատն է, որը որ կառավարում է համարյա թե բոլոր ոլորտները։ Մենք ուզում ենք նախագահից վերցնենք իշխանությունը եւ տանք պարլամենտին։ Բոլորը ասացին, որ դա հնարավոր չի։ Այսինքն մեծ մասը որ չէին հավատում, անհնար է, ինչպես կարող է նախագահան զիջել իր իշխանությունը եւ ինչի համար պետք է զիջի իր իշխանությունը։ Երևի թե անհնար լիներ, եթե մենք էլ մտածենք, որ դա անհնար է։ Բայց դա իրականություն է այսօր։ Այսինքն ունենք մի հատ համակարգ, որտեղ առնվազն 101 հոգի որոշում են բոլոր երկրի կարևորագույն խնդիրները։ Այսինքն նախագահական ապարատից անցում են կատարել պարլամենտական համակարգին եւ ամբողջ կարևորությունը տվել ենք պարլամենտին, որովհետեւ մենք հավատացած ենք, որ ժողովրդավարությունը հենց այդ կոլեգիալության հետ կապված է։ Վահան, ես ինքս համոզված եմ, որ պարլամենտական կառավարման համակարգը դա իրականության մեջ լուրջ եւ կարևոր մի երևույթ է, որը շահ կբերի մեր երկրի, մեր պետականությանը, որովհետեւ արդեն մի քանի անգամ համոզվել ենք դրանում, սկսյալ հայ-թուրքական արձանագրություններից, երբ տեսանք, թե ինչպես են գերհզոր երկրների ղեկավարները ճնշում գործադրում մեր երկրի վրա եւ նախագահը ստիպված պետք է ինչ-որ մի քայլ աներ, որը որ չէր բխում իր ազգի եւ իր ժողովրդի իր պետականության շահերից։ Արդյոք այսօր մեր հասարակությունը կամ հասարակության մեջ ուսանողությունը կամ երիտասարդությունը պատրաստ է այդ քայլին, օրինակ կան մի շարք երևույթներ, որոնք որ չեն երևում սովորական մահկանացուների մոտ։ Ենթադրենք, եթե Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները փորձում են տարածաշրջանը, քանի որ լուրջ տարածաշրջան է Հայաստանը, որտեղ որ կա եւ լուրջ աշխարհաքաղաքական պայթյունավտանգ մի խաչմերուկի մեջ է գտնվում եւ փորձել են մեր ղեկավարությունը ամեն ինչ անել, որ ոտնատակ չընկնել։ Եթե վաղը միսօրը կրկին մեր գերհզոր հարևան կամ երկրների շահերը չհամանկավ կամ այնպես համանկավ, որ պետք է այս քայլը արվի, բայց սա չի բխում մեր ժողովրդի շահերից։ Կարծում եք, որ պարլամենտը, երբ որ ժողովրդական շահերից բխող որոշում տա, մեծ վտանգներ կարող է գան հայրենիքի վրա կամ մեր ժողովրդի վրա։ Նկատի ունեմ այսօրվա այս համակարգին անցնելը մեր հասարակությունը պատրաստ է։ Ասեմ, պատրաստ լինելը նախ կախված է թե
ինչքան լրջությամբ կսկսեն քվեարկել այն կուսակցությունների ու այն ռեյտինգային թեկուս տեխնացուների օգտին, որոնք որ իրապես որպես ազգային ժողովի падգամավոր պատրաստ են իրականացնել այդ կարևորագույն աշխատանքը, որովհետև դա իրականում շատ կարևոր աշխատանք է, որ կարող են իրականացնել։ Նայեք երաշխիքները հիմա ձեզ ասեմ։ Ընտրական օրենսգրքով արդեն տված է երաշխիք 1/3-ի ընդդիմությանը։ Նայեք ինչ էր ստացվում միջև բացի ժողովրդավարությունը։ Կար նախագահ, որը որ ընտրվում էր, եւ մյուս տեխնացուն, որը որ օրինակի համար կարող էր հավաքել 40% կամ 30% ձայն, նա ոչինչ չէր ստանում ընտրություններից հետո։ Այսինքն նա որևէ կառավարման մասնակցելու իրավասություն լծակ չուներ։ Այսինքն հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ սկզբունքն է նաև վերացել։ Այսինքն բոլորը պարլամենտում կունենան համապատասխան ձայներ, նույնիսկ եթե ընտրությունը 6% ունենա անդիմությունը, իրեն տրամադրվում է 1/3, այսինքն իրեն ինքը իր 1/3-ով կարողանում է հստակ հարցեր բարձրացնել։ Այսինքն, երբ որ ընդդիմությունը մասնակցում է արդեն պետական իշխանությանը եւ կառավարմանը, նա հստակ կարողանում է լծակ ունենալով կարողանում է ազդել իշխանության վրա։ Նայեք ինչա ստացվում։ Այսինքն մենք փոփոխությունից առաջ էլ երբ որ քննադատություններ, ես ասեմ, կա sense հիմնական սկզբունք։ Ասում են հավերժ խավարը անիծելու փոխարեն մեկ լույս վառիր, մեկ ճրագ վառիր։ Հիմա մենք անընդհատ քննադատելով, որ իշխանությունը սխալ է, կենտրոնացված լինելը սխալ է, լծակներ են պետք ընդդիմության։ Մենք ընդդիմություն եղել ենք եւ գիտենք այդ ընդդիմության լծակ ունենալու խնդիրը։ Եվ մենք իշխանություն լինելով ենք ընդդիմությանը 1/3, այսինքն այս փոփոխությունը անցկացրել։ Մենք եղել ենք իշխանություն, բայց ընդդիմության համար երաշխավորել ենք 1/3-ը։ Ինչի համար, որովհետև կրկնում եմ, վառել ենք այդ լույսը։ Տեսել ենք, որ այդ լույսը այդտեղ է, այսինքն որովհետև մենք շարժվում ենք ծրագրերով։ Մենք տեսել ենք, որ Հայաստանի Հանրապետությանը շատ կարևոր է, որ ընդդիմությունը ունենա հստակ լծակ, որ օրինակի համար վաղը ձեր ասած խնդիրները, օրինակ վարչապետը որոշեց պայմանագիր ստորագրել, օրինակ։ Վարչապետին կարող է ընդդիմությունը անվստահություն հայտնել։ Այսինքն ինքը ունի այդքան ձայն։ Այսինքն նա կարող է հանձնաժողով ստեղծել կամ ինչ-որ մի բան, այսինքն ինչ-որ քննության առնել։ Այսինքն այս լծակը հստակ տրված անդիմությանը, որը շատ լուրջ լծակ է։ Դա կարելի ասել, որ նաև այն լծակն է, որ ընդդիմությունը ունի իր հստակ առաքելությունը վերահսկողություն սահմանելու իշխանության վրա։ Այո, միանշանակ ունի, որովհետև 1/3 ձայն ունենալը հստակ լծակներ է առաջ ունենում, որովհետև այնտեղ խնդիրներ կա, որոնք որ բարձրացնելու համար 1/4 արդեն բավական է։ Այսինքն հանձնաժողով ստեղծել, արտահերթ նիստ անել, կառավարությանը անվստահություն հայտնել, այսինքն տրված է իրեն այդ հստակ լծակները։ Իսկ ինչ վերաբերում է падգամավորների հետ կապված արդեն պետք է հասկանալ, այսինքն լծակը ինչպես կարողանան օգտագործել, այսինքն մեկին տալիս ես շատ լավ որակով գործիք, որ նա կարողանա քանդի պատը եւ գնա դեպի լույսը, լուսավոր ավելի պայծառ Հայաստան, բայց նա պետք է կարողանա նաեւ օգտվել այդ գործիքից։ Այսինքն պետք է ունենան կնենց կադրեր այնտեղ, որ կարողանան ճիշտ օգտվեն այդ գործիքից եւ կարողանան քանդեն այդ պատը ավելի ինչքան հնարավոր է շուտ եւ մենք կարողանանք գնանք դեպի ավելի պայծառ Հայաստան։ Այս խնդիրը առանձին խնդիր է։ Հենց այդ կադրերի մասին էլ ուրեմն հաջորդ բաժնի մեջ ուրեմն կզրուցենք համամասնական եւ ռեյտինգային հասկանանք թե արդյոք այս նորամուծության մեջ հնարավորություն ստեղծվել է որպեսզի գիտակ մարդիկ ուսյալ մարդիկ մտնեն ազգային ժողով, որոնք պատրաստ են ի վիճակի են թե նոր օրենքներ մեջտեղ բերելու, թե սահմանադրության ուրեմն նորմերը հստակ գործի դնելու։ Հարգելիներս, այսինքն բացահայտեցինք մինչ այս պահը երկու կարևորագույն ուրեմն հանգամանք։ Հայ-հեղափոխական դաշնակցությունը ուրեմն տվեց հնարավորություն, որպեսզի նախագահական կառավարման ուրեմն կառավարումից անցնել դեպի պարլամենտական, այսինքն միանձնյա որոշում կայացնելու փոխարեն որոշում պետք է կայացնեն 100 եւ 101 հոգի։ Եվ երկրորդը դաշնակցությունը հնարավորություն տվեց ուրեմն ընդդիմությանը լինելով հանդերձ իշխանության կողքին, որպեսզի ընդդիմությունն ունենա իր հստակ առաքելությունը եւ իր, այսպես ասած, զենքը կարողանա օգտագործել այն ժամանակները,
որոնք որ ժամանակներում որ պետք է, որ ժամանակներում որ խնդիր կամ վտանգ կարող է ուրեմն լինել մեր հայրենիքին կամ մեր պետականությանը։ Անցնենք կարճ դադարեք, շարունակենք մեր զրույցը։ Հարգարժան լսարան, շարունակում եմ զրույցս Վահան Վարդանյանի հետ, որը Շանթ ուսանողական միության անդամ է եւ երիտասարդ հասարակական գործիչ, ունեցել է ուրեմն առիթ աշխատելու Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ օգնականը մեր ավագ ընկերոջ Վահան Հովհաննիսյանի երջանկայի շտակ, որին որ ողջ հայություններ սիրում։ Եվ այսօրվա մեր հիմնական թեման Հայաստանի ընտրություններն են, ուրեմն նոր ձևաչափերը, սահմանադրության փոփոխությունները, փորձում ենք լուսաբանել ինչպիսի նորամուծություններ են սրանք եւ ինչ կարող են բերել մեր ժողովրդի համար։ Եվ այս պահին ուրեմն փորձենք լուսաբանել, թե ինչ ասել է համամասնական, ինչ ասել է ռեյտինգային եւ ինչպիսի չափորոշիչներ կան, որոնք թույլ են տալիս այս կամ այն տեխնացուն մուտք գործի ազգային ժողով եւ որից հետո էլ մենք իհարկե բոլորս պետք է պատկերացում կազմենք, թե ինչպիսի թիմ է հավաքվել այնտեղ եւ ում ձեռքերի մեջ է լինելու ուրեմն առաջիկայի կամ ապագայի մեր հայրենիքը։ Շարունակենք Վահան մեր զրույցը։ Ռեյտինգային ըստանորություն էր բոլորիս համար, փորձենք լուսաբանել մեր այստեղի հանրությանը, թե ինչ ասել է դա, ինչու այդպես որոշվեց, ինչ առաջ վատ էր, որ սա պետք է լավը դարձնի։ Սիրով։ Նախ ասեմ, որ ամենակարևոր երևի փոփոխություններից մեկը մեծամասնականի վերացումն էր եւ համամասնական ընտրություններ։ Ինչ է նշանակում համամասնական ընտրություններ։ Այսինքն ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները, որովհետեւ կուսակցությունների, գիտեք, մասին օրենքով հենց սահմանված է, որ կուսակցությունն է այն կազմակերպությունը, որով կարելի է մասնակցել քաղաքականությանը եւ պետական իշխանության, այսինքն քաղաքականության մաս լինելու համար պետք է լինի կուսակցություն։ Նայեք։ Հիմա ասենք նայենք կուսակցությունների վիճակը Հայաստանում եւ ընդհանրապես ինչ փոփոխությունների է բերելու։ Նախ ասեմ, որ կուսակցությունները իրենք արդեն խմորումները սկսվել են տարբեր, այսինքն այս փոփոխությունը բերել է լուրջ լայն խմորումների։ Առաջինը կուսակցությունները պետք է արդեն հասկանան, որ պետք է ունենան պատմություն, ծրագրեր, որպեսզի կարողանան հետագայում նաև ներկայանան իրենց ծրագրերով։ Այսինքն, մարդիկ կան, որոնք որ ելույթ ունենալուց օրինակ ասում են, որ ուզում են բացել կուսակցություն կամ հեսա կփակեմ կուսակցությունը։ Ուզում եմ բոլորին ասել, որ կուսակցությունները ստեղծվում են ավելին գաղափարական հենքի վրա, ավելին այն բոլոր մարդկանց հետ միասին, որոնք որ համախոհ են այդ գաղափարներին, որտեղ բացել եւ փակել կարելի է, ասենք, լիմոնադի շիշը, բայց ոչ կուսակցությունը։ Սա մեկ։ Երկրորդ, կուսակցության մյուս լեքսիկոնը արդեն այդտեղից գալիս է նաեւ քաղաքական այդ մշակույթի ձևավորումը, որովհետեւ երբ որ ասում ենք կուսակցությունը բացում ենք, արդեն չեն ասում անդամագրվում ենք, ասում են մտան կուսակցություն կամ ավելի վատ դեպքերում կամքին հակառակ մցրեցին։ Հիմա բերելու ենք նոր մշակույթ, ոնց որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Կան դեմոկրատներ, կան հանրապետականներ։ Բոլորը գիտեն, դեմոկրատներն են, որոնք որ լիբերալ են, որոնք այս կետերին կողմ են միշտ։ Դեմոկրատ հանրապետականները, որոնք ավելի պահպանողական են, ունեն այս մոտեցումները։ Այն նոր մշակույթ է պետք բերել մտցնել Հայաստան, որ այսինքն մարդիկ հասկանան, որ կուսակցությունը պետք է ունենա ուղղվածություն, ունենա ծրագրեր, որ մարդիկ հասկանան, որ կուսակցությունը ինչի մասին է, ոչ թե անց կուսակցություններ, անց դաշինքներ կամ կուսակցություն, որ բացվում է ու 5 օր հետո փակվում է եւ այդ մարդիկ չեն կարողանում գտնեն այդ մարդկանց, հարցնեն, բա եղբայր, բա ինչ որ բաներ եք խոստացել, հիմա ումից պահանջենք մենք այդ ամեն ինչը։ Հիմա ինչ վերաբերում է ռեյտինգայինին, նայեք, մեծամասնական կարգը հանվեց, այսինքն միայն համամասնական է, բայց համամասնականի մեջ կա ռեյտինգային մաս, որը որ իմ կարծիքով դա էլ փոփոխվելու է եւ կարծում եմ դուրս կգա։ Ինչի համար։ Նախ պետք է անընդհատ փոփոխել ու տեսնել, թե կյանքը ինչ պահանջ ունի, որովհետև օրենսդրությունը իրականում սեպագիր արձանագրություն չի եւ նա անընդհատ պետք է փոփոխվի եւ հարմարեցվի ավելի դեպի ավելի լավ կյանքը։ Նայեք, ռեյտինգային տեխնացուներից արդեն ունենք 1000, եթե չեմ սխալվում, 1540 տեխնացու Հայաստանում։
որը որ իմ կարծիքով ռեալ շատ մեծ թիվ է կազմում։ Այսինքն ուզում եմ հասկանալ ինչ սկզբունքով են կուսակցությունները ընտրել այդ մարդկանց, որ կարող են դառնալ падգամավորի տեխնացու, որովհետև որ падգամավորը, քանի որ իրենից ենթադրում է, ասենք, օրենքների հետ աշխատանք։ Լավ, մի հատ այդ որը որ անդամագրվել է եւ դարձել է падգամավորի տեխնացու։ Ստուգել եք արդյոք նրա կրթական ցենզը կամ մնացած։ Ճիշտ է, սահմանադրությունը սահմանում է, որ 4 տարի Հայաստանի Հանրապետության միայն քաղաքացին, 4 տարի մշտական բնակություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 25 տարին լրացած անձը, որը որ նաև ասեմ նորամուծություն է մյուս սահմանադրությամբ, հայոց լեզվի իմացությամբ։ Այսինքն այսքան բոլոր կետերին այս սահմանված կետերին եթե համապատասխանում է, կարող է դառնալ տեխնացու։ Բայց մենք չգրված օրենքով գիտենք, որ լավ, այդ մարդը եթե ընտրվեց, գնաց ազգային ժողով, նա կարողանալու է աշխատի։ Նա գոնե տարբերում է իրավական ակտը, ասենք սեռական ակտից։ Օրինակ նա կարողանում է, օրինակ ինչ որ ելույթ ունենալ, կարող է ինչ որ մի աշխատանք անել կամ օգտակար լինել։ Օրինակ ես հենց հիմա կարող եմ մի հատ առաջարկ անել, ոնց որ նորից լույս վառենք։ Ասենք թող բոլոր կուսակցությունները ով ցանկանա գան համաձայնության եւ իր ռեյտինգային ցանկացած անձի կանչեն հարցազրույցի կամ կանչեն թող ցույց տա իր գիտելիքները կամ բանավեճի հրավիրենք ցանկացած անձ իրավունք ունի ցանկացած այլ անձի հրավիրի ինչի համար եմ այսքան վստահ ասում որտեղ ես գիտեմ թե մեր կուսակցությունը Գերագույն մարմինը ինչ խստությամբ է ստուգել ինչ կարգով է անդամներին դրել ռեյտինգային թե համամասնական ցանկում։ Իսկ մնացածներն են արդյոք այտենց արել։ Բայց ես էլի քննադատելուց բացի վառենք լույսը։ Դուք սիրելի ժողովուրդ, ունեք երկու հնարավորություն, այսինքն ընտրելու եք կուսակցությանը, ճիշտ է, ձայնը գնում է կուսակցությանը, բայց ռեյտինգայինով դուք ցույց եք տալիս ձեր վերաբերմունքը, թե ում եք ավելի ինչ տեսակի մարդկանց եք ուզում ներգրավել։ Օրինակ, ասենք ձեր ձայնը տալիս եք ինչ որ այլ կուսակցության, դաշնակցության, հանրապետական, ասենք դուք կուսակցական պատմությունը մի կողմ դնելով տվեցիք ձեր ձայնը, նայեք կուսակցական ռեյտինգում ում եք ուզում տալ ձեր ձայնը։ Այսինքն որ տեսակն է ձեր համար ավելի կարևոր։ Սա ինչով է կարևոր, ասեմ։ Ոչ միայն որ ցանկերը կազմվելու են այդ ռեյտինգայիններից, որովհետև 50%-ը ձայների գնալու է համամասնական, այսինքն կուսակցության ցանկով, իսկ ռեյտինգային ամենամեծ հավաքած տեխնացուները մյուս 50%-ը, այսինքն գալու է այս ռեյտինգային տեխնացուները։ Սա նաև յուրօրինակ դիագնոստիկա է։ Այսինքն ամեն 5 տարին մեկ կուսակցությունները գալիս են դիագնոստիկայի։ Ժողովուրդը պետք է նրանց ախտորոշի, ով ինչ, այսինքն որին է ավելի շատ ձայն տալիս, որ տեսակին է ավելի շատ ձայն տալիս, որ մյուս ցանկը կազմելուց կուսակցությունը հասկանա, որ այս տեսակներն են ավելի լավ, եկեք կազմենք այս տեսակներից, կամ այս կուսակցությունն է ավելի ճիշտ, որովհետև երբ որ մենք դիագնոստիկան սխալ ենք անում, օրինակ մենք բոլորս գիտենք, որ դաշնակցությունը ունի ծրագրեր, ունի լավ կադրեր, բոլորը շատ լավ եւ այլ, բայց մենք ձանը տալիս ենք ինչ-ինչ պատճառներով, օրինակ ուրիշ կուսակցության։ Տալիս ենք այդ կուսակցությանը եւ կարծես թե մենք ախտորոշում ենք, որ օրինակ սիրտը հիվանդ է, բայց մենք անդադ ասում ենք, չէ, գիտես եղբայր, լյարդն է հիվանդ։ Չենք ուզում ախտորոշենք, որ պետք է այս փոխվի։ Այսինքն մենք սկսում ենք բուժել լյարդը եւ ինչ-որ մի ժամանակ հետո պարզ է, կամ սրտի կան կառաջանա կամ ինչ-որ բան կփոխվի։ Կներես որ ընդհատում եմ, ուզում եմ կրկին հարցս նորից տալ մի փոքր ուրիշ չափանիշով։ Այ դաշնակցական падգամավորը ունի բավականին լուրջ կրթություն, կենսափորձ, արդեն իր ապրելակերպով կամ աշխատանքով փաստել է, որ կարող ուժ է երկրի պետականության համար, չունի դրամ, որ ընտրակաշարք տա, այլ կուսակցության որևէ մեկը, որը թեկուզ ռեյտինգանով այդ ձևաչափով է գալիս, չունի համապատասխան կրթություն, չունի համապատասխան փորձ, բիզնեսմեն մարդը ունի լավ փող։ Այսօր մեր հանրությունը արդյոք պատրաստ է նաև սրան։ Ասեմ։ Իրապես փողը ինչ որ գնալով ես հասկացել եմ, որ փողը իրապես արդեն կամած իր ազդեցությունն էլ կամած կորցնում է։ Եվ փողը կորցնում է իր ազդեցությունը, բայց եթե գոնե թե մարդիկ գիտեք ինչ, ես չեմ ուզում ասել վերցրեք գումար գնացեք ընտրեք, ես էլ չեմ ուզում ասել, որովհետև իրապես այս գումար վերցնելը ինքը քրեորեն պատժելի արարք է եւ կարծես հանցագործություն է, բայց գիտեք ինչ, գոնե եթե ընտրում եք ինչ-որ մի կառույցի, լավ չեք նայում, որ այդ կառույցը օրինակ
կառույցի բոլոր անդամներից ինչից է կազմված, ինչ կենսագրությունն է, գոնե իրենց ձայնը տան ռեյտինգային այն տեխնացուին, որը իրապես իրենք պատկերացնում են, որ կարող է լինել լավ падգամավոր, որ գոնե այդ կուսակցությունը, որը շատ վատ անցյալ ունի ու շատ վատ իր կենսագրությունով գնում է առաջ, որը որ չգիտենք մոտակա երբ կվերջանա իր կենսագրությունը։ Գոնե մյուս ընտրություններին իր ցանկը կկազմի այն անդամներից, որոնք որ ավելի շատ ձայն են հավաքել։ Այսինքն փողի գումարը, գիտեք ինչ, հայ ազգը միշտ ըմբոստ է, ու ինքը չի սիրում, երբ որ իրեն խաբում են։ Հարգելիս, ասենք կարճ դադարը շարունակենք։ Հարգելիներս, կարճ դադար եթերում։ Հարգարժան լսարան, շարունակում եմ զրույցս Շանթ ուսանողական միության անդամ Վահան Վարդանյանի հետ, որը վերջերս տեղափոխվել Միացյալ Նահանգներ, ուրեմն հայրենիքից ուսման նպատակով, եւ այսօրվա մեր թեման արդեն բոլորիդ պարզ է։ Հեղափոխական դաշնակցությունը, որը համարվում է հեղափոխական, ուրեմն կուսակցություն, բայց եւ այնպես սկսեց հատկապես վերջին ուրեմն փուլում հորդորել բոլոր կուսակցություններին եւ ինչու՞ չէ նաեւ խմբակցություններին, որ բարեփոխումներ կամ արմատական փոփոխություններ ուրեմն անելը երկրում կարելի է, հնարավոր է առանց ուրեմն բախումների, առանց արյունալի ճանապարհի եւ այլը եւ այլը։ Եվ մեջտեղ բերեց ուրեմն մի հետաքրքիր գաղափար, որն էր սահմանադրության փոփոխությունը եւ իր բոլոր հետևանքներով հանդերձ։ Բան շարունակենք։ Հեղափոխական դաշնակցությունը ուրեմն հանդես եկավ նոր սկիզբ արդար Հայաստան կարգախոսով։ Կարելի է այդ հապավունը ուղղակի բացել, ավելի ընկալելի դարձնել, թե ինչ ասել է նոր սկիզբ, ինչի նոր սկիզբն ենք դնում։ Արդար Հայաստանը արդեն պարզ է, որ արդար Հայաստանը բոլորիս երազանքն է, բոլորիս իդեալն է։ Այո։ Նախ ասեմ հեղափոխության հետ կապված ձեր հարցադրմանը, որ իրոք դաշնակցությունը որպես հեղափոխական կուսակցություն, մենք հեղափոխական մի քիչ, այսինքն ընկալումն է մարդկանց տարբեր, այսինքն բոլորը պատկերացնում են, որ հեղափոխությունը պետք է լինի զինված հեղաշրջման հետ, այսինքն խառնելու խնդիր կա։ Նայեք հեղափոխություն ասածը ինչ է։ Այսինքն երբ որ ես ասում եմ, որ պետք է լույս վառել անընդհատ, այս լույս վառելու խնդիրն է։ Օրինակ, առաջին մի օրինակով բերեմ առաջ։ Մեր տարածքային կառավարման նախարարությունը հայտարարեց ծրագրեր, բերեք ծրագրեր, զարգացման ծրագրեր որոշակի, որպեսզի կարողանանք զարգացնել մեր համայնքները եւ ներդրումներ անենք եւ կարողանանք աշխատատեղեր ստեղծել եւ այլ։ Այսինքն սկսեցինք վառել ինչ-որ լույս։ Վարչապետը ինքը, որ իրապես ամբողջությամբ համաձայն եմ իր հետ, որ պետք է ունենանք ոչ միայն նպատակներ, այլ երազանքներ, որովհետեւ այդ դրական երազանքը միշտ արդեն ապացուցվել է նույնիսկ քվանտային ֆիզիկայով, որ մատերիա է եւ նա ինքը դրականորեն քաշելու է մեզ դեպի այդ դրական ուղղությունը։ Նայեք, ստեղծվեց ծրագրերի ցանկը, որը որ պետք է ներդրումներ անենք։ Այսինքն կուսակցությունը սկսեցին աշխատել, օրինակ տարածքային զարգացման օրինակը բերեցի, միջև վերջ օրինակը ասեմ։ Նախարարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում։ Ես ինքս, որպեսի օրինակ չբերեմ եւ պոպուլիզմով չզբաղվենք, ես ինքս ներկայացրել եմ ծրագիր, որովհետեւ մի հատ sense օրինակ կա, որ Մահատմա Գանդիի մոտ երեխուն բերում են երիտասարդ զույգերը, ասում են, մի հատ իրեն ասեք, որ քաղցր ուտելը շատ վատ է օրգանիզմի համար, նա ասում է 20 օր հետո կբերեք։ 20 օր հետո բերում են, ասում է, գիտեք, Բալիկ ջան, շատ վատ է քաղցրը, ասում են, բայց դուք այնքան հեղինակություն ունեք, այն ժամանակ에 կարեք նույնը ասեք։ Ասում է, ես ինքս ուտում էի քաղցր, ես 20 օրը չեմ կերել, որպեսզի կարողանամ բարոյական իրավունք ունենամ, իրան էլ ասեմ մի կեր։ Հիմա նայեք ինչ եմ ուզում ասել։ Ես ինքս դիմեցի այդ ծրագրերին, ասացի լավ, ես ինքս դիմեմ, ոչ թե մարդկանց ասեմ, տեսեք, ինչ լավ ծրագրեր է, ինչի չեք դիմում։ Ես ինքս դիմեցի։ Մի հատ խնդրում եմ բոլորին, եթե ունեք ծրագրեր կամ այն մարդիկ, որոնք այդ ծրագրերը ունեցել են եւ ուղարկել են նախարարություն, որ իմ ծրագիրն էլ կառավարության արժանացել է կառավարության հաստատմանը։ Մի հատ հարցրեք, տեսեք, թե ինչ տեմպով է աշխատում այդ նախարարությունը։ Ասենք ծրագրերի մի հատ հարցրեք, թե այդ հանդիպումները, երբ որ ծրագրերի ղեկավար Արտուր Խաչատրյանը
ինչ կարողություններ, ինչ գիտելիքներ, ինչ մոտեցում ունի։ Այսինքն լավ, մենք կարողանում ենք գովել ամերիկյան համակարգերը, ամերիկյան համակարգը, թե ինչ լավն է, բայց կարողանանք նաև լույս վառել ու գովել նաև մերը, որը ինչ որ փոփոխություն է լինում։ Մի հատ նայեք այն հետևողականությունը, որ վարչապետը ամեն շաբաթ կանչում է բոլորին եւ հարցնում թե ինչ խնդիրներ ունեք, ինչ խնդիր է առաջ գալիս։ Հիմա ասեմ, այս ծրագրերը հենց այն լույսերն են, այն հեղափոխությունն է, որ Դաշնակցությունը օրինակ անում է։ Սահմանադրության փոփոխությունը եւ հստակ ցույց տալը, որ առանց արյունի կարելի է փոխել իշխանությունը, հենց այդ հեղափոխությունն է, այդ լույսն է, որ Դաշնակցությունը վառում է այդ լույսը։ Եվ բոլորս միասին պետք է հասկանանք, որ հեղափոխությունը այսօր դա է, բոլորս կարողանանք մեր լույսը վառենք, կարողանանք մեր ներդրումը ունենանք եւ մեր զարգացումը անենք։ Եվ պետք չի հեղափոխությունն ու հեղաշրջումը խառնել։ Իսկ նոր սկիզբը հենց սահմանադրության փոփոխության նոր սկիզբն է, որ իրապես ազդարարում է նոր սկիզբ։ Իսկ արդարությունը սոցիալական արդարությունն է, որին հասնելու ենք բոլորս իրար հետ միասնական աշխատանքով։ Շնորհակալություն Վահան, շնորհակալություն այսօրվա կրկին անգամ հանդիպման համար, դեռևս առաջիկայում կունենանք բազմաթիվ ծրագրեր տարբեր թեմաների շուրջ։ Հարգարժան լսարան, ինձ ընդհանրապես մնում է ասել, որ թե հայրենիքում մեր հայրենակիցներին, թե այստեղի ապրող մեր հայրենակիցները, որոնք ունեն բարեկամներ կամ շրջապատ, որոնք ապրում են հայրենիքում, տվեք հնարավորություն, որպես Հայ-Հեղափոխական Դաշնակցությունը իր սկսած ծրագիրը ավարտին հասցնի եւ բոլորս օգտվենք դրանից, թե պետությունը, թե ազգը, թե պետականությունը, ինչու՞ չէ նաև մեր հարևան երկրները։ Մնացեք բարև, կհանդիպենք հաջորդ շաբաթ, նույն կայանից, նույն ժամին, նորություններով։ Ես միագարակաստը հուսահալի, հոտորգի մեջ մենագնգած մեր նավի, գահանես մեզ ապահովա վծովի, մեր սիրելի դաշնակցություն բանցալի, գահանես մեզ ապահովա վծովի, մեր սիրելի դաշնակցություն բանցալի, գուտարավահար կուր միություն, հարքի արժան հայոց ասկի հպարտություն, հպարտանվար դաշնակցություն, հայոց ասկի հպարտություն, հպարտանվար դաշնակցություն։ Քեզ հետ ինչքան հույսեր ունեք մեկ կապած, ինչքան գործեր պիտի անենք դեռ չարված, կտեսնեք մեր նպատակը կատարված, մուշն ու սասուն մասիսները ազատված, կտեսնենք մեր նպատակը կատարված, մուշն ու սասուն մասիսները ազատված, ու տարավահար կուր միություն, հարքի արժան ասկի հպարտություն, հպարտանվար դաշնակցություն, հայոց ասկի հպարտություն, հպարտանվար դաշնակցություն։ Նվիրյալ մարդիկները կաճահարի, պայքարում են ոչ տարածքում աշխարհի,
Կգետենք մեր համարությամբ Հանսասան, հզոր անկախ ու միացյալ Հայաստան Կգետենք մեր համարությամբ Հանսասան, հզոր անկախ ու միացյալ Հայաստան